Առավոտյան մեզ էր սպասում Էրզրումը, ճանապարհին վայելելով Սարիղամիշի եւ Բասենի տեսարժան պատմական վայրերն ու կառույցները հասանք Էրզրում։ Մեր պատկերացմամբ 400 հազարանոց այս քաղաքը պետք է զգալիորեն տարբերվեր Կարսից, սակայն իր նեղ փողոցներով, շենքերով, բնակիչների կենսամակարդակով երկու քաղաքները նման էին իրար։ Կենտրոնական հեռուստակայաններում աշխատող գյունեշ ամուսինները պատրաստակամ ներկայացել էին մեզ ուղեկցելու։ Նախ տեղեկացանք, որ նրանք արդեն եղել են Հայաստանում եւ ապրիլի 24-ին տեսանյութ են ներկայացրել թուրքական հեռուստաալիքներով։ Սևդա Գյունեշը, ով իր ամուսնուց ավելի ակտիվ էր, անընդհատ նշում էր, թե աշխարհը արագ է փոխվում եւ մենք պետք է նոր հարաբերություններ ձևավորենք։ Çok fazla gündem maddesi var. Թուրքիան այս պահին շատ առօրյական, ներքին, դեմոկրատիկ խնդիրներ ունի, օրինակ քրդերի հետ։ Հայերի հետ հարաբերություններում, եթե Ղարաբաղի հարցը լուծվի եւ ադրբեջանցիները համոզվեն, մենք մեր հարևան պետությունների հետ համերաշխ ենք ուզում ապրել եւ կողմ ենք սահմանի բացմանը։ Մեզ համար շատ ճիշտ եւ դրական բան է դա։ Elbette biz de açılmasından tarafız. Պարզվեց, որ Սևդան ոչ միայն ակտիվ զրուցակից է, այլև հայաստանյան շուկայի գիտակ։ Նա լավ տիրապետում էր Հայաստանի տնտեսությանը, ապրանքների գներով, առաջարկ պահանջարկով, ապրանքաշրջանառության տարանցիկ ուղիներով։ Şimdi ekonomi olarak bildiğim kadarıyla Հայերը քարի մշակման արտադրության գործում շատ լավ են։ Մենք կարող ենք օրինակ վերցնել ձեզանից։ Ես որ Երևան էի այցելել, տեսա, որ թուրքական ապրանքները ձեզ մոտ շատ է սպառվում, բայց քանի որ Թուրքիա-Հայաստան պաշտոնական արձանագրություն չկար, այդ ապրանքը Իրանով կամ Վրաստանով է բերվում, եւ ձեր համար շատ ծախսատար է։ Եթե սահմանը բացվի, դուք մեր ապրանքը ավելի էժան կառնեք։ Մենք էլ մեր ապրանքը առաջին ձեռքից կարտահանենք Հայաստան։ resmi bir protokol olmadığı için İran ya da Gürcistan üzerinden Սևդան տպավորված էր նաև Հայաստանի մայրաքաղաքով։ Երևանը թանգարան է բաց երկնքի տակ, ասում էր նա, նկատելով, որ հայերը շատ առումներով նման են իրենց։ bir kere damak tatları çok yakın. Քիմքի համի զգացողությունը նույնն է, նույն ճաշատեսակներն ենք օգտագործում։ Մշակույթի, հագ ու կապի նմանությունն է շատ։ Երևանում քեզ օտար չես զգում։ Աչքերը, նայվածքը, նաև ընդհանուր շատ բառեր կան։ Չայ, խիար։ Çay, hıyar. Քաղաքում շրջելուց հետո մեր հաջորդ կանգառը եղավ տեղական կանալ 25 հեռուստաընկերությունը։ Անփոխարինելի թեյի սեղանի շուրջ զրուցեցինք գլխավոր տնօրեն Հալիլ Դալդալի հետ։ Նրան առաջարկեցինք այցելել Հայաստան։ Հրավերը պարոն Դալդալն ընդունեց մեծ ուրախությամբ։ Bizde iki ülke arasında bir dostluğa Եթե երկու պետությունների միջև պետք է բարեկամական կապեր լինեն, ես իմ եւ Կանալ 25 հեռուստաընկերության անունից հայտարարում եմ, այդ ճանապարհին մեզ վրա ընկած ինչ պարտականություն կա, սիրով կկատարենք։ Ինչի համար է պատերազմը, կռիվը, եթե մարդավարի ապրել կա։ biz bu yolda gereken üstümüze düşen ne varsa Հրավերը մեր գլխի վրա, եթե հաջողվի, խոսք ենք տալիս անպայման գալ։ Մենք միշտ որպես թշնամի ենք ներկայացրել միմյանց, այդ մտածելակերպը պետք է վերացվի։ söz veriyoruz. Հանդիպման պաշտոնական մասից հետո շտապեցինք բարձրանալ երկրորդ հարկում տեղակայված լուրերի տաղավար։ Լուրերի թողարկումների եւ աշխատակազմի մասին համառոտ տեղեկություն ստացանք բաժնի պատասխանատու Չենգիզ Դուրուլարից։ Ana haber bültenimiz akşam 19:30'da başlıyor. Հիմնական լուրերը թողարկվում են ժամը 19:30-ին եւ 23:30-ին, իսկ հաջորդ առավոտյան կրկնում ենք նախորդ օրվա նորությունները։ Bültenle seyircilerimize Լրատվական բաժնում աշխատում է 4 հոգի, աշխատում ենք մարդկանց հասցնել օրվա բոլոր լուրերը։ Ունենք նաև ինտերնետ կայքեջ։ Էրզրումում կատարվող ամեն ինչ հասցնում ենք ամբողջ աշխարհին։ gazeteciliği yapıyoruz. 1 միլիոնանոց հեռուստալսարան ունեցող կանալ 25-ն ունի 22 աշխատող։ Հաղորդավարներն ունեն իրենց կոնկրետ աշխատանքային ժամերը։ Կան լրագրողներ, ովքեր կատարում են նաև հեռուստաօպերատորի աշխատանք։ Հրաժեշտ տալով հեռուստաընկերության աշխատակազմին, շրջապատի հետաքրքրասեր հայացքների ներքո մենք գնացինք ճաշելու Քոչ Քեբաբ կոչվող ռեստորանում, որի ֆիրմային ճաշատեսակը փայտածուխով խորոված հորթիմիսն էր։ Աչքեր զարնում մաքրությունը, նաև հիգիենիկ հանդերձանքով աշխատող երիտասարդների հմուտ շարժուձևը։ Զարմացրեց միայն ռեստորանի կենտրոնում վեր հառնող այս վառարանը, որն ինչպես հետագայում պարզեցինք, ուղակի կարտոֆիլ խորովելու եւ տաք վիճակում տեղում մատուցելու համար է։ Էրզրումը թուրքական մյուս քաղաքներից չի տարբերվում միայն քաղաքով մեկ հնչող նամազի հրավերներով, որին կրոնական ավանդույթներով ապրող բնակիչներն արձագանքում են շատ արագ, իսկ մյուսներն իրենց բան ու գործին են։ Հիմնականում երթևեկում են փոքր կոմպակտ ավտոբուսներով։
Շատ են սպասարկման եւ առևտրի փոքր օբյեկտները, հատկապես հագուստի եւ ոսկեղենի վաճառակետերը։ Էրզրումի հանրահայտ բերդից երևում է ամբողջ քաղաքը։ Ներսում պարփակված է գմբեթավոր մի կառույց, որն ավելի էին գեղեցկացնում զույգ աղավնիները։ Ամրոցի տարածքում մեր նկարահանումների գործընթացը երկար տևեց։ Հետաքրքիր շատ բան կար, իսկ քաղաքը բարձունքից շատ ավելի տպավորիչ էր։ Տպավորիչ էր նաև Էրզրումի համալսարանը, որը մեզ զարմացրեց իր ընդարձակ տարածքով եւ բարվոք պայմաններով։ Այստեղ նախ հյուրընկալվեցինք համալսարանի մամլոք Հարտուղարի աշխատասենյակում։ Այնուհետև մեզ ընդունեց դոկտոր պրոֆեսոր Ուսյուն Օզենը։ Ծանոթությունից հետո նա համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը, դասավանդման մեթոդներն ու կրթակարգը։ Աթաթուրք Ունիվերսիտետի 1950 Համալսարանը հիմնադրվել է 1957 թվականին, կես դարից ավելի գոյություն ունի։ Անկարայից արևելք ընկած ամբողջ տարածաշրջանում ամենամեծ բուհերից է կամ միգուցե ամենամեծն է։ Համալսարանը ունի 16 գործող ֆակուլտետ, 6 օտարլեզուների ֆակուլտետ ունենք, 17 գիտահետազոտական կենտրոն ունենք, որոնցից մեկը հայ-թուրքական հարաբերությունների կենտրոնն է։ Տարբեր շրջաններում մի քանի բարձրագույն դպրոցներ եւ մասնաճյուղեր ունենք։ Անցյալ տարի համալսարանը ուներ 35,000 ուսանող, իսկ այս տարի նոր բացված բաժիններով հանդերձ ուսանողների թիվը հասել է 40,000-ի։ Ermənistanla ilişkilər konusunda Պարոն Օզենը տեղեկացրեց, որ համալսարանում արտասահմանից հիմնականում միջին ասիական երկրներից սովորում է շուրջ 300 ուսանող։ Տարբեր երկրների բուհերի հետ կատարվում են փորձի փոխանակման աշխատանքներ, եւ եթե Հայաստանի հետ հաստատվեն նորմալ հարաբերություններ, կհամագործակցեն նաեւ հայ գիտաշխատողների հետ։ Normal şartlarda tabii kredi yurtlar kurumu dediğimiz öyle. Նորմալ պայմաններում ուսանողներին կրեդիտ են տալիս եւ ապահովում հանրակացարանով։ Հանձնաժողովների միջոցով սոցիալապես անապահովներին եւ բարձր առաջադիմություն ունեցողներին ամիսը 200 լիրա կրթաթոշակ են տալիս։ Այս տարի մենք համալսարանի լավագույն ուսանողների ընտրության նոր համակարգ ենք մշակել։ 1000 լավագույն ուսանողներին տրվում է 500 լիրա կրթաթոշակ եւ նոթբուք համակարգիչ, իսկ 1000-ից 5000 լավագույններին 300 լիրա կրթաթոշակ եւ համակարգիչ։ Սա լավագույն մեթոդն է ուսանողներին խրախուսելու համար։ Ödüllendirme sistemi, burs sistemi getirdi bu sene. Գլխավոր քարտուղարը շտապեց մեզ ուղեկցել համալսարանի ճաշարան, որտեղ սնվում են եւ ուսանողները եւ դասախոսները։ Հենց մուտքից տեսանելի էր իդեալական մաքրությունը։ Հարյուրավոր աշխատողներից յուրաքանչյուրը հստակ անում էր իր գործը, իսկ ուսանողին մնում էր հանգիստ ճաշակել անհրաժեշտ կալորիաներով հաշվարկած իր սննդաբաժինը, որն ի դեպ պատրաստված է համալսարանի տարածքում արտադրված բնամթերքով։ Կարտոֆիլը սեփական դաշտից, միսը սեփական ֆերմաներից, խաղողը սեփական այգուց եւ այդպես շարունակ։ Ekmek yetiştirilir. Ամեն ինչ ունենք՝ հացը, ոչխարը, կովը, մրգերն ու բանջարանաբոստանային մշակաբույսերը։ Մենք ենք աճեցնում։ Համալսարանի 15 հեկտար հողատարածքի վրա աճեցնում ենք, գիտական ուսումնասիրության ենք ենթարկում, միևնույն ժամանակ օգտագործում մեր կարիքների համար։ Սակայն դա համալսարանին չի բավականացնում եւ մենք նաեւ գնում ենք սննդամթերքը։ Patates ekemeyiz. Համալսարանի տարածքում շրջելու համար մեզանից 1 ժամ պահանջվեց։ Ֆուտբոլի մեծ բարեկարգ մարզադաշտ, թենիսի կորտեր, մարզապազաներ, ալպինիզմով զբաղվողների համար հատուկ վարժասարքեր, համալսարանական ավտոբուսներ, կանգառներ եւ զբոսայգիներ։ Ահա մի մասն այն ամենի, ինչ հասցրեցինք տեսնել Էրզրումի համալսարանի տարածքում։ Կրթական համակարգից որոշակի պատկերացում կազմելուց հետո, ինչպես նախատեսել էինք, եղանք Էրզրումի արտադրական ձեռնարկություններում, որոնք հիմնականում տեղաբաշխված են քաղաքի արվարձաններում։ Օրինակ, պլաստիկ տարաների եւ լվացող մաքրող միջոցների արտադրության Էրկիմ ընկերությունը 13 աշխատակից ունեցող ձեռնարկությունը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով, իսկ արտադրանքի սպառման հետ կապված խնդիրներ այստեղ չունեն։ Burada ürettiğimiz malları doğuya pazarlıyoruz. Van'a, Kars'a. Մեր արտադրանքը ուղարկում ենք հիմնականում արևելյան շրջաններ՝ Վան, Կարս, Երզնկա, Էրզրում։ Ունենք արտադրանքի շուրջ 30 տեսակ՝ մաքրող լվացող միջոցներ, շամպուն, ապակի լվացող եւ կեղտաբծեր հանող միջոցներ։ Halı şampuanı, robot şampuan üretiyoruz. Kar oranı düşük olan bir ürün olduğu için pek de vergisi işte diyelim devlet. Մենք ինչքան որ եկամուտ ունենք, ըստ այդմ էլ հարկեր ենք մուծում, որպես նորմալ աշխատանքային տեղ մեր վիճակը վատ չէ, վնասներ չենք կրում։ Yani tam zararda değiliz ama normal bir iş yeri olarak.
Ընդեղենի արտադրությամբ Բաբաջան ընկերությունը նախորդից մեծ էր թե տարածքով, թե արտադրական հզորությամբ։ Այստեղ մասնագիտացել են արևածաղկի սերմի, բոված սիսեռի, տխիլի, նշի, ընկույզի արտադրության մեջ։ 1981 yılından bu yana Erzurum'da kuru yemişçiyle uğraşıyoruz. Մեր ընկերությունը աշխատում է 1981 թվականից օրական 5-ից 6 տոննա արտադրանք ենք տալիս։ Հումքը ձեռնարկություն մտնելուց հետո տարբեր պրոցեսներ է անցնում։ Մաղում ենք, ջոկում, խարակում, աղում, որից հետո փաթեթավորում ենք։ Աշխատակազմը բաղկացած է 17 հոգուց։ Tuzlama, kavurma ve paketleme olarak Ձեռնարկության 25-ամյա սեփականատերը դեմ չէր իր արտադրության ընդլայնմանը։ Սպառման խնդիր նա ևս չուներ։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կուզենար աշխատել նաև հայ գործարարների հետ։ biz tabii ki yani amacımız zaten şu anda o doğru. Մեր նպատակը այդ ուղղության եւ այդ մակարդակի վրա է։ Մեր ուզածն այն է, որ Թուրքիան իր կողքի հարևանների հետ փող նախապատրաստի։ Իսկ մեր արտադրատեսակների պահանջի արկայության դեպքում մենք իհարկե կարտահանենք։ Talep doğrultusunda bu doğru bir cevap verebiliriz tabii. Մենք արդեն տեղեկացել էինք, որ Թուրքիայում հիմնականում արտադրում եւ սպառում են տեղում, երկրի ներսում։ Դրանում մենք համոզվեցինք նաև Էրզրումից վերադառնալու ճանապարհին, տեսնելով շաքարի ճակնդեղի ընդունման այս կետի մոտ գոյացած հերթը։ Գյուղատնտեսն արտադրում է, ձեռնարկատերը նույնպես, եւ այս տրամաբանությամբ էլ սեփական արտադրանքը շրջանառվում է սեփական պետության տարածքում։ Վերադարձանք Կարս ու պատրաստվում էինք նահանգապետի եւ քաղաքապետի հետ հանդիպմանը, սակայն մինչ այդ մենք հյուրընկալվեցինք գրող հրապարակախոս գործարար Վեդատ Ակչայոզի խանութ թանգարանում։ Օգտակարն ու հաճելին, երկուսը մեկի մեջ համատեղած թուրք նիրշինանյութի խանութում սեփական թանգարանն է հիմնել, աշխարհի ժողովուրդներին եւ հատկապես հայերին նվիրված անկյուններով։ Վեդատ Ակչայոզն այս ամենը փորձել է ներկայացնել Երևանում, ցուցահանդեսի տեսքով, սակայն չի ստացվել։ Bizim aramızdaki en büyük problem Մեր մեջ հաղորդակցման պակաս կա, գնալ գալը, մշակութային կապը պետք է ամրապնդվի։ Օրինակ հայկական թատրոնը կարող է այստեղ ներկայացում խաղալ, թուրքական թատրոնը Երևանում։ Կարսի նահանգապետարանում երկար չսպասեցինք։ Վալիի հետ ծանոթանալուց հետո անցանք փոխադարձ հարցերին։ Ահմեդ Կարան շատ ավելի բացվեց, երբ հասկացավ, որ մեր հարցերը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական թեմաներով են։ Նա խոսեց Կարսի նահանգում քիչ թե շատ զարգացած ենթակառուցվածքների մասին։ Son yıllarda turizm canlanıyor Kars'ta. Վերջին տարիներին туриզմն է աշխուժանում։ Սարիղամիշում լեռնադահուկային համալիր եւ հյուրանոցներ կան։ Այցելուները շատ են գալիս հատկապես Ռուսաստանից։ Ամեն ձմեռ բազմաթիվ զբոսաշրջիկներ են կընդունում։ Քանի որ շատ հյուրանոցներ չունենք, մի քիչ նեղություն են կրում, բայց այս պահին դրանք կառուցվում են։ Kars'a ithal edilen Կարսը առավել զարգացած նահանգներից չէ, իսկ Թուրքիան սննդարդյունաբերության ոլորտում աշխարհի այն եզակի պետություններից է, որը պահում է ինքն իրեն։ Թուրքիայի տեքստիլն է շատ զարգացած։ Օրինակը Բուրսան, որտեղ հայտնի ֆուտբոլային խաղը կայացավ, տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոններից մեկն է։ Քաղաքապետ Նևզատ Բոսկուչը շատ ավելի զգաստ էր։ Նա ավելի շատ խոսեց համայնքային կենտրոնի լիազորությունների մասին։ Belediye başkanlığı Քաղաքապետարանը տեղական մակարդակի խնդիրներ լուծող կառույց է։ Մեր բյուրոկրատական կառուցվածքը այսպես է։ Վերահսկող կառույցը նահանգապետարանն է, իրականացնում է նյութական վերահսկողությունը։ Նաև ենթարկվում ենք նախարարություններին։ Վերջի վերջո ծառայություններ մատուցելու մեր լիազորությունները սահմանափակ են։ yukarıda bakanlıklarımıza bağlı. Այստեղ ներդրում կատարող մեր գործարարներին հնարավորություն են տալիս պետություն ու նախարարությունները։ Մենք էլ որպես քաղաքային իշխանություն օգնում ենք նրանց հողատարածքների հատկացման հարցում։ Հիմա կառավարության որոշումներ կան։ Հարկային օրենքը նոր զարգացող շրջանների համար էլեկտրաէներգիայի արժեքի զեղչ է սահմանում։ Օրինակ Արևելյան Անատոլիայի գործարարներին այդպես աշխատելու հնարավորություն է տրվում։ Մենք էլ մեր կողմից ենք հնարավորություն տալիս։ Bunlarına kolaylık sağlamaya çalışıyoruz. Քաղաքապետի հետ զրուցելով նաև առաջիկա ֆուտբոլային խաղի մասին, մենք ավարտեցինք պաշտոնական հանդիպումների շարքը։ Թուրք երկրպագուների հետ միասին Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու մեր որոշումը կարսեցիները ընդունեցին մեծ ոգևորությամբ։ Հայկական եռագույն դրոշի համար կարմիր կապույտ նարնջագույն կտոր ճարելու խնդիրը լուծեցինք շատ արագ։ Կարելու հարցը կարգավորեցինք Տերցակ Ալիբեի հետ, որն աշխատում էր կենտրոնական շուկայում գտնվող իր փոքրիկ արհեստանոցում։ Դրոշները արդուկելուց եւ ավարտուն տեսքի բերելուց հետո Ալիբեյը հրաժեշտ տվեց մեզ։ Նրա արհեստանոցի հարևանությամբ աշխատող թիթեղագործի պատրաստած վառարանը հետաքրքրեց մեր խմբին։ Ինչպես եւ ենթադրում էինք, դա նախատեսված էր շագանակ խորովելու համար։
Այս արհեստանոցում հանդիպեցինք մի կարսեցու, որը նշեց, թե հայրն ու մայրը ծնվել են Հայաստանում։ Հայերի եւ թուրքերի հարաբերությունների բարելավման հարցը նա կարևոր, միևնույն ժամանակ ուշացած համարեց։ 50-ից 100 տարի մեր պապերը իրար հետ են ապրել, իմ հայրը, մայրը Երևանից են եկել այստեղ, բարեկամությունը բոլոր ժամանակներում լավ է, թշնամությունը թող վերանա, տեսեք ինչքան լավ է, որ եկել եք այստեղ։ Կարսի շուկայում ամենաընթարցակ տարածքներից մեկը տնօրինում են մսավաճառները։ Թեյարանների դիմաց նստած խմբերի արանքով վազվզում են կոշիկ մաքրող ջրաջան պատանիները։ Շուկայում մեզ հանդիպած այս տարեց մարդը ծնվել էր Հայաստանում, Իբիշ գյուղում։ Մենք նրան կնքեցինք Նիկոլայ անունով, ռուս ցարի նկատմամբ նրա ունեցած հատուկ համակրանքի պատճառով։ Նիկոլայ, Ալլահ ռահմət etsin, Նիկոլայ, очень хорошо, ой, молодец. Ой, İtoğlu Stalinlerin bizimkileri zayıf etti. Նիկոլայ։ Նիկոլայի ջերմ երկրպագուն հիշեց նաև Լենինին, հասցրեց հայոյել Ստալինին, այնուհետև ոգևորված սկսեց խոսել հայերեն։ Akçı hokut madarı. Hasker, akber, hasker, cürfer, çakmer, cürkmer, aburger, hasker. Հարևանությամբ նստած թուրքերը տեղեկանալով, որ Հայաստանից ենք, սկսեցին խոսել հայտնի արձանագրության մասին։ Շատ լավ որոշում է, երկու պետությունների համար էլ սահմանի բացումը օգտակար կլինի։ Մենք ուզում ենք, որ երկու հարևան պետությունները լավ լինեն, մեր նախնիները շատ սխալներ են գործել, բայց այսօր մենք պետք է հաշտ ապրենք։ Շուկայից ոչ շատ հեռու գտնվող այս կառույցի մոտ մենք երկար կանգնեցինք։ Հայատար, սև խազ քարով կառուցված շենքը մանրամասն զննելու հաճույքից զրկվեցինք հայտնի Նիկոլայի պատճառով, ով ամենուրեք կտրում էր մեր ճանապարհն ու գովազդում իր սիրելի ցարին։ Շատ լավ ենք, պատասխանեցինք հայերեն բառերի իմացությամբ հպարտացող այս խանութ-պանին եւ աճապարեցինք երկրպագելու ֆուտբոլի մեր հավաքականին։ Բուրսայում կայանալիք հանդիպմանը հաշված րոպեներ էին մնացել։ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը մնացել են հաշված րոպեներ։ Մեր անվտանգությունն ապահովված է, մեր եռագույնները պատրաստ։ Սպասենք։ Խաղը կարևոր է այն առումով, որ լավ շանս է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերվելու համար։ Վիճակահանության ժամանակ, երբ մեր երկու երկրները նույն խմբի մեջ հայտնվեցին, դա պատմական մի շրջադարձ էր։ Մարզադաշտում պարզ է, որ տպավորությունը այլ է, սակայն մեր սենյակում պակաս լարվածություն չէր տիրում։ Թուրք երկրպագուները բերեցին նաև իրենց դրոշները։ Հալիլ Ալտինտոպի գոլից հետո մեր տրամադրությունը փոխվեց, իսկ խաղի ավարտից հետո թուրք երկրպագուները փորձում էին սփոփել մեզ, համոզելով, թե կարևորը ոչ թե հաշիվն է, այլ կայացած պատմական հանդիպումը։ Կարսում հաջորդ օրն առավոտյան մեզ հուշեցին օգտվել ֆուտբոլային խաղից մնացած լարվածությունը թոթափելու լավագույն միջոցից։ Համամը թուրքական բաղնիքի ամենատարածված հարգի տեսակն է։ Կարսի միջնաբերդի տակ ծվարած այս համամն օրինակ վերածվել է թանգարանի, ավելի ճիշտ մշակույթի կենտրոնի, որի համակարգող Ահմեդ Նաքին մեզ ընդունեց ջերմորեն եւ ուղեկցեց ներս։ Նեղլիկ միջանցքներով անցնելիս կենտրոնում հանդիպեցինք շոքեհարվելու համար նախատեսված մեծ սալաքարին, որը թուրքերը կոչում են պորտակար։ Իսկ սա արդեն թուրքական գործող համամ է, որտեղ տիրող ահավոր շոքին եւ գոլորշունչ դիմացավ անգամ մեր տեսախցիկը։ Նրան ուշքի բերելուց հետո զրուցեցինք համամի սեփականատեր Էրդալ Օքումուշի հետ։ Բաղնիքը հին պատմություն ունի, հիմնադրվել է 1940 թվականին եւ անընդմեջ գործում է մինչ օրս։ Ամեն օր այցելում է մոտ 100 մարդ։ Ծառայության արժեքը 20 թուրքական լիրա է։ Համամը ունի 3 բաժին, ընդհանուր բաժինը, մասաժն ու քիսան եւ սաունան, այնտեղ, որին մենք պորտակար ենք ասում, պարկում շոկեհարվում են։ Ներսում ջերմությունը 80 աստիճան է, իսկ պորտակարի վրա ջերմաստիճանը ավելի բարձր է, ջեռուցումը կատարում ենք փայտածուխով։ Էրդալը չմոռացավ նշել, որ համամը առանձին մշակույթ է, եւ ինչքան էլ գիտությունն ու տեխնիկան զարգանա, ինչքան էլ ստեղծվեն ժամանակակից լոգարաններ ու լողավազաններ, համամը մնում է համամ։ Նման բաղնիքներ Կարսում շատ կան, եւ ընդհանրապես այստեղ ամեն ինչ կարող ես գտնել։ Բացառությամբ երկրորդ հեռուստաընկերության։
Քաղաքում գործող միակ հեռուստաալիքը Սերհադ TV-ն 16 տարի առաջ հիմնել է նախկին քաղաքապետ Նաիվ Ալիբեյօղլուն։ Հեռուստառադիոընկերության գործերով հիմնականում զբաղվում է նրա եղբայրը Ալիջանը, ով բազմիցս եղել է Հայաստանում եւ հաճելի հուշերի մի մեծ պաշար ունի։ Նա նաև բիզնեսի մարդ է եւ լավ էր պատկերացնում, թե հարաբերությունների նոր փուլում ինչ կշահեն երկու երկրներն ու ժողովուրդները։ Aynı coğrafya, aynı insan. Նույն աշխարհագրական տեղանքն է, նույն օդն ենք շնչում, նույն ճաշատեսակներն ուտում։ Իմ կարծիքով մարզական մրցույթը այդքան էական չէր, ինչքան բարեկամությունը։ Սահմանը ուզում ենք, որ բացվի տարբեր հատվածներից, Կարսի կողմից առավել եւս, քանի որ եւ երկաթուղի կա, եւ ավտոճանապարհ։ Առևտուրը կաշխուժանա, տնտեսությունն կզարգանա։ Կարսին ավելի օգուտ լինելու համար ուզում ենք, որ արևելյան դուռը բացվի։ Doğu kapının açılmasını daha çok istiyoruz. Սերհադ TV-ն ցուցադրում է հիմնականում սեփական արտադրության հաղորդումներ, օրական 16 ժամ, աշխատում են եւ հին եւ ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Մեծ լսարան ունի նաեւ ռադիոկայանը, որի եթերում մեր այցի ընթացքում 2 անգամ հնչեց Սարի աղջիկ երգը։ Սերհադ հեռուստառադիոընկերության գրասենյակից մենք շտապեցինք Կարսի բուհերի ուսանողների հետ հանդիպմանը, ճանապարհին կադրեր նկարահանելով քաղաքի դպրոցներից։ Լիցեյներում սովորող աշակերտների հագուստը միանման է։ Համազգեստի ձևից կարող ես որոշել, թե որ լիցեյում է սովորում տվյալ դպրոցականը։ Ուսանողների հետ մեր հանդիպումը կայացավ քաղաքային զբոսայգում։ Մեզ համար ուղղակի հայտնություն էր Կավկազ համալսարանի ուսանող Էմրե Քրլը, ով տիրապետում էր մի քանի լեզուների եւ բազմիցս եղել էր Հայաստանում։ Вообще, Գյումրի мне очень понравилось. Я там почувствовал себя как дома. Ընդհանրապես Գյումրին ինձ շատ դուր եկավ։ Ես այնտեղ ինձ զգում էի ինչպես տանը, չնայած լեզուն տարբեր է եւ մի փոքր անհասկանալի։ Ես չէի սպասում, մարդիկ շատ ջերմ էին, հյուրասեր։ Երբ մոտենում էին, հարցնում թե որտեղից եմ, ասում էի Թուրքիայից։ Նրանք ասում էին բարով ես եկել, ինչպես ես։ Դա շատ հաճելի էր։ Ես այնտեղ էի նոր տարվան, շատ ընկերներ ունեմ եւ յուրաքանչյուրի տանը մի օր մնում էի։ Այդ ամեն օրը կարծես տոն լիներ։ Это каждый день был типа праздник. Էմրեն եւ իր ուսանող ընկերները նկարագրեցին իրենց երկրի բուհական համակարգը եւ ուսանողական կյանքի մանրամասները։ Вообще у нас такая система. Мы изучали иностранный язык. Да, у нас было 2 экзамена. Ընդհանրապես մեզ մոտ այնպիսի համակարգ է, որ մենք սովորել ենք օտար լեզուներ եւ տվել երկու քննություն։ Սկզբից թուրքերենից, պատմությունից, հետո օտար լեզու, անգլերեն։ Երկու քննությունն էլ հանձնեցինք, այնուհետև ընդհանուր արդյունքով ընտրեցինք 24 համալսարան, որտեղ կուզենայինք ընդունվել։ Մեր արդյունքները ուղարկեցինք կենտրոնական հանձնաժողով, որը գտնվում է Անկարայում։ Նրանք միավորները հաշվարկելով մեզ տեղավորեցին տարբեր համալսարաններ։ Ինձ տեղավորեցին Կավկաս համալսարանում։ Меня устроили в Кавказском университете. Կարսի ուսանողները հիմնականում միջին կարողության տեր ընտանիքներից են։ Եթե նույն ինստիտուտում մեկ ընտանիքից 2 երեխա է սովորում, դժվար է գիրք գրենական պիտույ գնելը։ Երբեմն մեր բյուջեն չի բավականացնում։ Պետությունը փոխհատուցում է տալիս ոմանց ընտանեկան սոցիալական վիճակից ելնելով պետությունը վճարում է ուսման վարձը, ապահովում հանրակացարանով։ Պետությունից կրեդիտ ենք վերցնում, հետո ավարտելուց հետո աշխատում ենք ու մաս վերադարձնում։ Կարսեցի ուսանողները նաև կարծիքներ արտահայտեցին եւ ողջույններ հղեցին հայերին ու Հայաստանին, իսկ Սերհադ Իբիշը չմոռացավ նաև ֆուտբոլի մեր հավաքականին։ Քաղաքականությունը եւ սպորտը տարբեր բաներ են։ Ես Հայաստանի թիմին եւ ժողովրդին հաջողություն եւ խաղաղություն եմ մաղթում։ Ժողովուրդը քաղաքականությամբ ինչքան դուրս գա իր երկրի սահմաններից, այնքան նրա հեղինակությունը կբարձրանա։ Եթե մեր խաղաղությունը չպիտի կորցնենք, մենք կողմ ենք, որ սահմանը բացվի։ Բուհերի երիտասարդները տարբերվում են մյուսներից։ Մենք պետք է մի որոշակի եզրակացության գանք։ Գնալ գալը իհարկե լավ է։ Ես կարծում եմ, որ մեր ջանքերը պետք է ուղղորդենք դեպի լավը, դրական է։ Ականջի մեջ լցրած գիտելիքներով չպետք է առաջնորդվենք։ Իմ անունից ասեմ, որ ոչ մեկի հետ թշնամի չպետք է մնաս։ Մինչև վերջ հայերի հետ թշնամի չենք մնալու։ Դրա համար քայլեր պետք է արվեն։ Մեկ-մեկու պետք է ձեռք մեկնեն։ Я думаю, уже сколько лет мы Ես մտածում եմ, որ արդեն քանի տարի է մենք կարծես պատերազմում ենք։ Ինչով ենք մենք մեղավոր։ Դա նախկինում էր։ Չեմ ասում, թե պետք է մոռանալ պատմությունը, սակայն պետք է նայել առաջ, պետք է համերաշխ ապրել ընդհանրապես։ дружно жить вообще. Էմրեին եւ նրա ընկերներին Հայաստանում տեսնելու ցանկությամբ եւ առաջարկով մենք ավարտեցինք մեր հանդիպումը։
եւ ընդհանրապես հանդիպումների շարքը Կարս, Անի, Էրզրում քաղաքներում։ Ասա ով է հարևանդ հարցին մենք մասամբ արդեն կարող ենք պատասխանել։ Հարց, որի մասին թե Հայաստանում, թե Թուրքիայում խոսելու ցանկություն ունեն առայժմ շատ քչերը։